որոշ գծեր կար, որ չէր հատում, պարզվեց, որ այդ գծերն էլ չկան եւ ինքը պատրաստ է ամեն ինչին, ամենազազրելի, ամենանողկալի, ամենաստորացուցիչ գործողությունները անելու։ Դիցուկան հիմա կեցավայրի ներսում։ Տեսեք, մարդը որ կներեք, էլի ասեմ, մարդը որ ինքը ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ այս մարդն է պատվալը հայտնվելու, մատով ցույց է տալիս, ու եւ ասում է, տես դատավոր կա, որ իմ ասածը չանի։ Այդ մարդու մար խնդիր չէ, այնքան քրեական գործեր է շալակել այս մարդի իր վզին, որ կրկնում եմ 100-ը կլինի, 150-ը կլինի, իր համար նշանակություն չունի։ Լավ, ինքը ամեն օր զարմացնում է, ամեն օր ձեր ասելով կարմիր գծեր է հատում, այդ գծերը չեն վերջանում եւ այդ գծերը մինչեւ երբ պիտի չվերջանան կամ որտեղ վերջանան։ Ձեր կարծիքով ենթադրենք այսօր ինքը շարունակի կալանքի տանել օրինակ նախագահներին, մյուսներին, նրանք ովքեր հնարավորություն ունեն մի փոքր բան բեկելու։ Ուրեմն ինչ կլինի հետո, հասարակությունը այդպես կշարունակի բնականon ապրել, ինչպես որ Արցախի դատարկվելի եւ հանձնելու։ Այդ գծերը չեն հատվի այն ժամանակ, որ ինքը իշխանության չլինի։ Ինքը հասկանում է, որ իշխանության չլինելու դեպքում ինքը հայտնվելու է ճաղերի հետևում եւ դրա համար ասում է, որ կործանեմ Հայաստանի Հանրապետությունը, չլինի Հայաստանի Հանրապետություն, չկա քրեական գործ, այսինքն չկա պետություն, չկա պատասխանատվություն։ Այդ սկզբունքով այս մարդը առաջնորդվում, քանդելով, ավիրելով իր ճանապարհին ամեն ինչ։ Եվ ես կրկնում եմ, էլի, զարմանալու որևէ մի բան չկա, ես մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ սա նաև ուրիշ ծրագիր էլ կա սրա տակ թաքնված, ադրբեջանցիներին ստեղ բնակեցնելու ծրագիրը կա օրակարգում, դրա մասին ադրբեջանական կողմն էլ է հայտարարել, փորձի դիմադրությունը ջարդի եւ ադրբեջանցիներին բերի բնակեցնի Հայաստանի ժողովրդին էլ սարքի դերձորի ճամփորդ։ Պարոն Դանիելյան, իրենց ծրագիրը հայտնի է, ընդդիմության ծրագիրը, նաև ձեր ուժի ծրագիրը ո՞րն է կանխելու այս ծրագրերը։ Ահաբեկչությունից բացի ինչ կար պլանավորված։ Մի հատ հարցը խնդրում եմ մի հատ էլ տվեք։ Ինչ պլաններ ունեք դուք, ինչպես կանխել այս Փաշինյանի այս ծրագրերը, որոնք թվարկում։ Պլանները հետեւյալն են, պետք է բոլոր ուժերը մեկտեղ են, բոլոր քաղաքական ուժերը եւ պատրաստվել ընտրություններ։ Բոլոր քաղաքական։ Հալակ ջան։ Հարցնում եմ, Պարոն Դանիելյան, հիմա Թույլ կտակ պատասխանեմ հարցի։ Բոլոր քաղաքական ուժերը, բոլոր են պատասխանատու անձիկ, որոնք որ պատասխանատվություն են ստանձնել այս ընթացքում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, պետք է ջանքերը մեկտեղ են։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի, որովհետև այս մարդը պատրաստ է գնա եւ նախագահների հետևից, եւ պատրաստ է գնա վեհափառի հետևից, եւ սրբազանների հետևից, եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած մարդու հետևից պատրաստ է գնալ։ Եվ եթե ջանքերը չմեկտեղվեն, Նիկոլ Փաշինյանի ծրագրերը ցավոք կիրականանան։ Առայժմ չեն մեկտեղվում, հակառակը հնարավորինս քայքայ։ Ես հույս ունեմ, որ սա այլ ազդակ կլինի բոլորիս, որ այսպես շարունակել հնարավոր չէ, սենց շարունակելու դեպքում այս ուխտը բոլորի դուռը չոքելու է եւ ես կարծում եմ, որ սա արդեն այն գծերն է կարմիր, որ հատել է եւ ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաշված օրեր են մնացել, հաշված ամիսներ են մնացել։ Հասարակությունը դուք հասկանում եք, մի հատվածն ապրում է իր կյանքով եւ դա կապ չունի մեր եւ ձեր եւ մյուսների ապրած կյանքի հետ, մի մասը Նիկոլի կյանքով է ապրում, մյուս մասն ապրում է տառապանքով։ Հիմա հասարակության այս 3 խմբեր իրար հետ ոչ մի կապ չունեն։ Մեկը մեկից բեխաբար ապրում է։ Հիմա ոնց անենք, որ Փաշինյանից հիասթափված, ինչպես որ սոցհարցումների տվյալներն են պարբերաբար հուշում, հազիվ 10-11% քվե ունի փաստորեն այդ մարդը այս պահին։ Ոնց անել, որ նրանից հիասթափվածներին կարողանալ համոզել, որ Ես ձեզ հարց տամ եւ մեր սիրելի քաղաքացիներին, մեր սիրելի հայրենակիցները պատրաստ են Թուրանի մաս կազմելու։ Այս մարդը գնացի հայտարարել է, որ ես մեծ Թուրանի, դե ասում էին, որ Արցախը հեռու է, մեզ չի հասնելու։ Եկավ հասավ Սյունիք, եկավ հասավ Տավուշ, եկավ հասավ Գեղարքունիք։ Մեծ Թուրանի ճանապարհին ասում են մենք մաս ենք կազմելու, մենք մաս ենք կազմելու Թուրանին։ Այս մարդը ասում է, որ մենք սահմանադրություն, անկախության հռչակագիր, ամեն ինչ
ուրեմն բան ենք անելու, հեչ ենք անելու եւ այս մարդը պատրաստվում է կրկնում եմ ադրբեջանցիներին բերել եւ բնակեցնել այստեղ։ Պարոն Դանիելյան, ես ուրիշ բան։ Հիմա ես հենց այդ եմ ասում։ Ես հիմա այդ եմ ասում։ Դրա համար պիտի պայքարից։ Չի ուզում, ասում եք շագանակները հանեք ձեր ձեռքերով։ Ես վայել եմ։ Առանց ժողովրդի, առանց ժողովրդական աջակցության, առանց մեր հայրենակիցների տասնյակ հազարավոր, 100 հազարավոր մարդիկ պիտի փողոց դուրս գան, ոչ թե առանձին վերցրած այս կամ այն քաղաքական միավորի, առանձին վերցրած, այլ իրենք իրենց համար։ Սա իրենց համար։ Սուզի ջան, մենք էլ հարց տանք էլի, եթե կարելի է։ Վերջացրեք, հա նորից հարց տվեց։ Մի բողոքի։ Ձեր բանը գործը ինչ է։ Գոնե դու բողոքելու տեղ չունես էլ։ Եթե կարելի է մի քիչ ինֆորմատիվ, պարոն Դանիելյան, նաև խուզարկություններ կան այլ անձանց տներում, այդ թվում նաև դաշնակցականների, կխնդրեմ մի փոքր մանրամասնեք այս պահի դրությամբ ձեզ ինչ է հայտնի, քանի հոգի են, ովքեր են։ Տվյալները թարմացվում է, մեր մարզային կառույցների պատասխանատուներն են տարել ԱԱԾ, քիչ առաջ ասեցին, որ մեր Լիդիային են Մանթաշյան տարել, քնչական Սրբազանի օգնականին են տարել, տարբեր ուրեմն Արա Ռուստամյանը որդիների կանչ հասարակական կազմակերպության նախագահն է, հերոս նահատակի հայրը, Ռոստի հայրն է, իրեն են տարել, անդադ տվյալները թարմացվում են, մի քանի տասնյակի են հասնում, նոր տեղեկություններ ենք ստանում, որ արդեն Արթուր Սարգսյանի բնակարանն են խուզարկում, падգամավոր մեր ընկեր, այո, Երևանի բնակարանը։ Մենք գիտենք, որ Վայոց-Ձորում են մտել տներ, ընդ որում քիչ առաջ ինձ հաղորդվեց, որ մեկի տանը նույնիսկ մահ կա, գիշերը մեկի հորեղբայրը մահացել է, այդ տղայի տուն են մտել, որը հենց դուր դռան վրա հարևան է, ասում են պահին, երբ մտել են տեղեկացնելու մորը, որ վիշտը ոնց ընդունի, այդ պահին ներխուժել է ոստիկանությունը, ընդ որում տեղի մարդիկ են քննչականի աշխատողները, խնդրել են ընտանիքի անդամները, ասել են թողեք գոնե 2 ժամ հետո ներխուժեք, ասել են չէ, որ մենք այս պահին մեր դատանի որոշմամբ եկել ենք, այո, խուզարկման աշխատանքներ կատարելու, դիակը տանը, տենց ընտանիքը պանիկայի մեջ, ընդ որում մինչև այս պահը դուրս չեն եկել այդ տնից։ Վայոց-Ձորում մի երիտասարդի տուն են մտել։ Այս մարդը հայրյան ծարավ է, այս մարդը ինչքան վատ լինի մեր հայրենակիցների համար, այնքան դրանից ինքը հաճույք է ստանում։ Արյան ծարավ է, էլի, ինչ ասեմ։ Դուք հանդիպել եք այն մարդկանց, ովքեր տարվել էին դաստիարակչական աշխատանքների մասնակցության համար, հիշում եք, մի քանի օր առաջ ասում էին տարել ենք, որպեսզի կրթադաստիարակչական աշխատանքներ։ Կրթվել են Նորաձևե շրջանակում։ Չէ, բայց քննչականը ինչ է կրթել, քրեական օրենսգրքի որ կետով են կրթում կամ դաստիարակում կամ այդ ինչի համար են կրթել, խոսել եք այդ մարդկանց հետ։ Դե դաստիարակում, այլ արդեն տուն է կանչում։ Կրթվել է Նորաձևե շրջանակներում, այս չէին ասել իրավապահներն իրենց։ Ինչ է ձեզ հայտնի։ Հաջան։ Ինչ էին ասել, փոխանցել, գուցե սպառնացել, ահաբեկել այն մարդկանց, ովքեր ձեր կողմնակիցներն են եւ որոնց մի քանի օր առաջ բերման էին։ Ասել են, որ զերծ մնան բողոքի ակցիաներ իրականացնելուց, զերծ մնան ուրեմն իրենց բողոք արտահայտելուց, նման բան։ Չեն կարա ոչ մեկին էլ մշակեն, իրենց, տեսեք հարգելիներս, եթե մարդը առհասարակ մեր քաղաքացիներ իրավունք ունեն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, եթե պետք լինի նաև խաղաղ անհնազանդություն իրականացնելու, դա տեղավորվում է օրենքի շրջանակներում, այս մարդը դրա հետ էլ հաշտ չի, այս մարդը պատկերացնում է, որ ինքը Եվ այս երկրի դատավորն է, եւ դատախազն է, եւ քրեականի պետն է, եւ չգիտեմ, հիմա արդեն վեհարանի վրա աչք ունի։ Այսինքն կոնկրետ մարդը փորձել է վախեցնել եւ տեսել է, որ բան չի ստացվում, հիմա էլ սրան մինչեւ այս ԱԱԾ ստորաբաժանումները ներգրաված չեն, ԱԱԾ-ն ներգրաված չէր։ Հիմա արդեն ԱԱԾ-ին է ներգրավել, քիչ առաջ էլ իր Facebook-յան էջում հայտարարություն ա դրել։ Պարոն Դանիելյան, քննչական կոմիտեի հաղորդագրությունը ձեզ ծանոթ է, որ Սրբազան պայքարը Բագրատ arczepiskopos Գալստանյանի գլխավորությամբ պետք է ինչ-որ ահաբեկչություն իրականացներ, քննչական կոմիտեն մի շարք գործողությունների պլաններ է թվարկում, այդ թվում նաև երկրում
Հայաստանում վախի մթնոլորտ ստեղծելու հետ կապված դուք այս մասով ինչ կասեք, կար պլաններում նման բան թե ոչ։ Դե կարային ավելացնեն, որ Քենեդու սպանության մեջ էլ է մասնակից Սրբազանը։ Չէ, դե տենց աշխարհ։ Դե կարան, ինչ է, խիչի, եթե այդքան կարում անի, խիչի կարանի։ Դուք քնչական։ Խիչի կարանի։ Ես նկրտումներ չունեմ, Նիկոլը նկրտումներ ունի, ինչ նկրտումներ պիտի ունենամ։ Ռազմական պատրաստության մասին է խոսում քնչական կողմը։ Հավաքագրել են, ասում է 1000-ից ավել անձ են հավաքագրել, որ ինչ որ գործողություններ իրականացան։ Ինչ գործողություն։ Նախկին դե ասեցինք այդ Ռազմական գործողություն։ նախկին ոստիկաններ, զինվորականներ քնչականի կոմիտեի հաղորդագրությունն է մեջ վերում, այդպես Իգլա բան գտել են, ինչ որ բան գտել են, ուղաթիր, հրթիռ, մրթիռ բան գտել են, այդպես բաներ գտել են։ Բայց ինչ պլաններ ունեիք օրինակ դուք իշխանափոխություն անելու համար, պարոն Դանիելյան։ Այս 7 տարի է իշխանափոխության ծրագիր կա, էլի, չգիտեք որ ծրագիր իշխանափոխությունն է։ 7 տարի, այսինքն նաև այն ժամանակահատվածում, երբ Փաշինյանի հետ կառավարությունում էիք։ Նարեկ ջան, ինչ լրջաց է, էլի։ Դե ասում եք 7 տարի։ Դե հա դե 7 տարի հետ եմ գնում, տեսնում որ դաշնակցականները նախարարական ինչ որ մի պահի մաս են կազմել կառավարության եւ ինչ դրանով ինչ։ Չէ որ Շատ մարդիկ են մաս են կա, հա դե ես ընթացքում չգիտեք քանի անգամ եք պահանջել որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հրաժարական տա, որովհետեւ չի սպասարկում հայ ժողովրդի շահերը։ Ինչ եմ ուզում Բագրատ Սրբազանի կեցավայրում Փաշինյանի վախը դա է ամբողջ երկրով մեկ Սրբազան պայքարի